Վերլուծական եւ քաղաքական շրջանակները, հատկապես Արևմուտքում, այս օրերին պնդում էր, որ Իրանը այս պայդրությամբ կարողացել է խոցել Մոսադի դաշտային ցանցերը, բայց ոչ հիմնական կառուցային եւ կենտրոնացված մակարդակները։ Իրանի ուժեղ կողմը հակահետախուզությունն է սեփական երկրի տարածքում, բայց ոչ ուղղակի ներթափանցումը Իսրայելի հատուկ ծառայությունները։ Ի վերջո հատուկ ծառայություններում կան տարբեր ստորաբաժանումներ եւ հիմա ես ներկայացնում եմ իսրայելական հատուկ ծառայությունների տարբեր ստորաբաժանումները, որոնք վճռական ազդեցություն են ունեցել այս պատերազմի ընթացքում եւ հետաքրքիր տեղեկություններ են փոխանցելու, բայց սովորաբար հակահետախուզության ֆունկցիան սեփական երկրի տարածքում այլ պետության, թշնամի պետության գործակալական բջիջների կամ ցանցերի բացահայտումն է, ինչը այս պատերազմի ընթացքում Իրանը ցույց տվեց, որ լիուլի կարողանում է այդ դերակատարումն ստանձնել եւ այն առաքելությունը, որ այդ հակահետախուզական կառույցները ունեն եւ այդ պատասխանատվությունն են կրում, լավագույնս իրենց դրսևորեցին, բացահայտելով Իսրայելի կողմից ներդրված երկրի տարբեր տարածքներում ներդրված այդ գործակալական ցանցերը չմոռանանք, որ Իսրայելն ու Իրանը թե բնակչությամբ, թե տարածքով տարբեր մասշտաբների են